Արցախի կորուստը շատ սովորացրեց, որ մեր հայրենիքը շատ թանկ է մեր համար, որ պետք է շատ սիրել մեր հայրենիքը։ Հնարավոր է, որ այդ սերը ճիշտ չենք արտահայտել կամ բավարար չենք սիրել։ Կորուստն է, որ քեզ հասկացնում է, որ քո հայրենիքը շատ քաղցր է, մի ձգտիր դրանից դուրս շատ ֆինանսներ կան, շատ շքեղ կյանք կա։ Մենք չենք կարող ինտեգրվել, որովհետև մենք օտար երկրում չենք, որ ինտեգրվենք։ Սա մեր հայրենիքն է, մեր համար կարևոր խաղաղություններ, մեր զինվորների խաղաղությունը եւ վերջ։ Մեր սերունդը դժբախտ սերունդ է։ Ես ուզում եմ ասել այո, բայց ես ինչ դժբախտ չեմ համարում։ Ինչ էլ լինի իմ կյանքում, ես երջանիկ օրհնված մարդ եմ։ Մենք չենք ընտրել այս ճակատագիրն է ընտրել մեզ ու մենք այս խաղը մեր ձևով ենք խաղում ու հասկանում ենք, որ մենք ընդհանրապես հանձնվելու իրավունք չունենք։ Մի ամբողջ կյանք ապրել մի միջավայրում, ունենալ երազանքներ, նպատակներ, պատկերացումներ ապագայի մասին եւ մի օրում ամեն բան փլվի, փոխվի ու բոլորովին այլ իրականությունում ստիպված լինես նոր կյանք կառուցել։ Ինչպես է հնարավոր անցնել այս ամենի միջով եւ շարունակել այդ ամենը պատկերացնել ու իրականացնել։ Իսկ բոլոր մարդիկ դրա միջով անցնում են, ուղղակի բոլորը կյանքի տարբեր ոնց որ փուլերում ու տարբեր տեսակի ամուսնանում են, իրենց կյանքը փոխվում է ամբողջությամբ, գնում են արտերկրում սովորելու, իրենց կյանքը ամբողջությամբ փոխվում է։ Միշտ լուծում կա, մարդկանց կողմից քո դժվարությունները կարող է շատ բարդ թվան։ Մեր դեպքում ինչ որ Արցախի կորուստը, հայրենիքը հասկանում ես, որ վերադարձ չկա եւ այլն, բայց մարդը շատ պինդ կենդանի է ու ինքը ցանկացած բանի հարմարվել ու ցանկացած իրավիճակում ելք կարողանում է գտնել ու հենց իրականում այդ 4 պատի արանքում հայտնված մարդն է, որ կարողանում է հասկանալ, որ մի պատը պետքա քանդի ու այդտեղից պետքա դուրս գա։ Թե ինչքանով է բարդ այդ ամեն ինչը էմոցիոնալ տանել, այդ տարբեր մարդիկ տարբեր են տանում։ Միշտ ցավը, թե կորուստը, թե հարազատի, թե հայրենիքի յուրաքանչյուր մարդ տարբեր է տանում։ Երբեք դու չես կարող պատկերացնել, թե դու այդ իրավիճակում ինչ կանեիր ու թե դիմացին ինչի այսպես արեց, այս ճանապարհով գնաց եւ այլն։ Ոչ մեկ այդ սցենարը իր գլխում երբեք չի պատկերացնում ու չի էլ ենթադրում, որ այդպիսի բան հնարավոր է լինել, բայց երբ որ գալիս է այդ իրավիճակը, դու հասկանում ես, որ դու դեռ կենդանի ես, ապրում ես, քո կյանքը շարունակվում է ու դու հարմարվում ես իրավիճակին, չես ինտեգրվում, այդ շատ ված բառ է իրականում, մեր արցախցիների մասին նման բառեր շատ են օգտագործում, բայց մենք չենք կարող ինտեգրվել, որովհետև մենք օտար երկրում չենք, որ ինտեգրվենք, սա մեր հայրենիքն է, մենք նույն ձև շարունակում ենք ստեղծել ուղղակի նորից զրոյից, բայց կյանքում, չգիտեմ, Արցախում ապրելն էր այդպես մեզ կոփել թե ոնց, բայց մենք փոքրուց այդ գիտակցումը ունեինք, որ ոչ թե մենք հնարավոր է կորցնենք, այլ մեր համար կյանքում կարևոր արժեքները միշտ ուրիշ էին, մեր համար կարևոր խաղաղություններ, մեր զինվորների խաղաղությունը եւ վերջ, այսինքն թե տուն կկորցնենք, թե ինչ որ գումար կկորցնենք, թե բիզնեսը չի հաջողի, թե մեր ուզած համասարանը չենք ընդունվի, նման փոքրիկ ինչ որ կորուստները մեր համար շատ փոքրիկ էին թվում, ու մենք փոքրուց դաստիարակվել ենք այդ ավելի շատ խաղաղության ավելի բարձր արժեքներով։ Դրա համար կարծում եմ, որ մենք մինչև հիմա կարողանում ենք այդ ոտքի կանգնած մնալ, որովհետև ես մեկ որ կողքից նայում եմ արցախցիներին, իհարկե վերացական չեմ ուզում բոլորին այդ ամեն ինչը ասել, բայց իմ համար զարմանալի է թվում, թե ոնց են մարդիկ ամեն ինչ կարողանում հաղթահարել, չենք հաղթահարում, բայց ամեն ինչ կարողանում վերադասավորել, այսպես ասել։ Երբ առաջանում է մեղքի կամ կորստի զգացողություն, ի՞նչն է օգնում չմնալ միայնության մեջ եւ կարողանալ առաջ շարժվել։ Մեղքի զգացողությունից ամենավատ բանն է ու միշտ փորձել եմ այնպես ապրել, որ այդ չունենամ, երբեք այնպիսի բան չանեմ, որ զգամ, որ ինչ-որ մեկին վնասել եմ, ինչ-որ մեկին ցավացրել եմ, իմ քայլով ինչ-որ մեկի համար վատ շրջան է եւ այլն։ Իսկ կորստի զգացողությունը
ինքը այնպեսի շատ ցավոտ բան է, որ շատ ժամանակ դու չես գիտակցում, որ ինքը միշտ քո հետ է, բայց դու շատ ժամանակ իրան շատ թաքուն ես պահում ու չես ինքը շատ ժամանակ կարող է չես զգում, որ ինքը քո հետ է ու հենց քո կյանքում մի փոքր բարդություն է առաջանում, շատ չնչին հնարավոր է։ Ինքը դառնում է քո ամենախոցելի կետը, դու հասկանում ես, որ քո ամբողջ ապրումները սկսում են պտտվել այդ կետի շուրջ ու դու մտածում ես, որ եթե այս չլիներ, իմ կյանքը ուրիշ ձև կլիներ։ Ու սկսում ես քեզ արդարացնել, ինչ որ արդարացումներ փնտրել, բայց դա այդպես չի։ Ցավոք սրտի թե մեր ծնողների սերունդները, թե մենք այդ ամեն ինչը ապրելով ենք մեծացել։ Ես միշտ հիշում եմ, որ մեր ծնողները ամեն առիթի ժամանակ, երբ որ ինչ որ կորուստներից են խոսում, նույն զգացողություններ իրանց մոտ անցնի 30 տարի, նույն բաժակ բարձրացնելուց նույն զգացողություններ իրանց մոտ պատերազմ չտեսնել, ես էլ եմ հիշում, որ իմ մանկության մեջ էլ դա կար, որ միշտ կենացների ժամանակ ասում էին կարևոր է երեխաները պատերազմ չտեսնեն, ու ես հիշում եմ, որ ես մտածում եմ, իսկ ի՞նչ է այդ պատերազմը, որ բոլորը հենց դա են ասում։ Ու մենք ոնց ենք, չէ՞, մենք մտածում ենք մեր կյանքում, որ լավ համալսարան ընդունենք, լավ տեղ աշխատենք, մեր ձգտումները ու իրականությունը իրար հետ չէր բռնում։ Ու մեր ծնողների այդ սերունդը դաստիարակած մենք որ տեսնում ենք, որ իրանք ինչքան են արժևորում մեր խաղաղությունը, կարևոր պատերազմ չլինի, դրանից հետո մենք էլ անցնելով պատերազմի միջոցով արդեն մեր կյանքի այսպես արժեհամակարգը լրիվ փոխվում է ու մենք սկսում ենք շատ վեր դասել այլ ուրիշ արժեքներ, քան մեր ֆինանսականը, քան մեր կարիերան, քան մեր ստեղծած այդ նյութական ամեն ինչը ու երևի միշտ կորուստն է, որ քեզ ստիպում է, որ սկսես շատ գնահատել։ Կորուստն է, որ քեզ հասկացնում է, որ քո հայրենիքը շատ քաղցր է, մի ձգտիր դրանից դուրս շատ ֆինանսներ կան, շատ շքեղ կյանք կա ու բոլորին հասանելի է։ 21-րդ դարում մենք գիտենք, որ բոլորիս ամեն ինչ հասանելի է, բայց այդ արժեք չի։ Մենք մեզ Արցախի կորուստը շատ սովորացրեց, շատ ուրախ կլինեմ, որ բոլորին դա սովորացնի, որ մեր հայրենիքը շատ թանկ է մեր համար, որ պետքա շատ սիրել մեր հայրենիքը, որովհետև եթե չես սիրում, կորցնում ես ցավոք սրտի, այդպես է։ Բայց նաև կարա շատ սիրելուց էլ կորցնես այդ դու կյանքի շատ դաժան խաղն է, էլի այդպես։ Բայց չգիտեմ, ուզում եմ, որ թե բոլոր արցախցիները, թե մենք էլ արցախցիները օրինակ լինենք մնացածների համար, որ շատ արժևորեն ընտանեկան արժեքները, շատ արժևորեն ընտանիքի հետ անցկացրած ժամանակները, իրենց ընկերներին, իրենց հարազատներին, իրենց հայրենիքը, ճանապարհեն իրենց հայրենիքում ճանաչեն, որովհետև հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից, այդ միանշանակ, ու երբ որ մենք սիրենք, մենք արժևորենք, մենք հասկանանք իր արժեքը, մենք կկարողանանք ավելի պինդ իրեն պահել։ Կարող ենք ասել, որ քանի որ խոսեցինք հայրենիքը շատ սիրելուց ու նաև մինչև մեր այս զրույցը նաև խոսում ենք հենց հայրենիքի հանդեպ սիրուց, այսպեսի մի հարց առաջ եկավ, ուզում եմ որ հիմա էլ այդ մասին խոսենք, որ գուցե բավարար չէինք սիրում Արցախը, որ կորցրեցինք եւ այսօր բավարար չենք սիրում նաեւ Հայաստանը ու չգիտենք վաղը ինչ կարող է լինել։ Հնարավոր է որ այդ սերը ճիշտ չենք արտահայտել կամ բավարար չենք սիրել։ Ինձ թվում է ամեն մարդ ինքը իր չափով այդ սերը հասկանում, ինքը իր չափով փորձում տալ։ Ես բավարար չեմ սիրել Արցախը ու այսօր ես գիտակցեցի, որ ես 7 տարի առաջ տեղափոխվել եմ Երևան աշխատելու, ես էլ եմ հայրենիքը, ես չեմ տարանջատում, բայց ես իմ կյանքի գիտակից տարիների շատ մեծ մաս անցկացրել այստեղ, որովհետև ավելի պայծառ, ֆինանսապես ավելի կայուն ապագայի է ձգտում, բայց ես պետք է Արցախին, հաստատ պետք է ու ինձ նման շատերը պետք են Արցախին, բայց չգիտակցեցինք, հասկացանք, ես հիմա փորձում եմ իմ սխալը ուղղել ու ինչքան էլ թե դրսից առաջարկները շատ շքեղ են կամ եւ այլն, ես միշտ ասում եմ, որ ես մնալու եմ այս երկրում բիզնես եմ անելու, այս երկրին հարկ եմ վճարելու, այս երկրի համար աշխատատեղ եմ ստեղծելու, իմ համար այդ կյանքի նպատակը, որը ինձ հիմա ստիպում է առաջ գնամ, որովհետեւ շատ երբ որ ընկնում ես, շատ դժվար է քեզ նորից հետ բարձրացնելը, թե էմոցիոնալ, թե ֆինանսապես, ու մենք ես քանի որ Շուշիից եմ, մենք արդեն մի քանի անգամ ենք այդ
этапների միջով անցնում, մենք ոչ թե անդադ 0-ին ենք հավասարվում, այլ նորից մինուս ենք գնում, նորից հասնում ենք 0-ին, բիզնեսում ոնց է, չէ՞։ Պետք է 0 կետին հասնես, որ նոր մի քիչ ավելի առաջ կարողանաս գնաս։ Մենք անդադ հետ ենք գնում, նորից գալիս ենք հասնում ենք 0-ի ու փորձում ենք ինչ-որ մի բան ստեղծել։ Ոնց եք կարողանում, որովհետև դա հեշտ չի։ Ես միշտ դեմ եմ եղել հայաստանցի ու արցախցի բաժանմանը, բայց երբ որ փորձում ենք նկարագրել, հա, իրավիճակը չենք կարող դա չփաստել, որ օրինակ մենք հայաստանցիներս մի փոքր դժվարության հանդիպելիս կամ ինչ որ մի խնդրի բախվելիս գուցե ընկրկենք, գուցե մտածենք, պետք չի էլ շարունակել, բայց մենք այսօր նկատում ենք, թե ինչքան ուժեղ են արցախցիները, ովքեր որ մեր կողքին պայքարում են այնքան բանից հետո ինչքան բան որ կորցրել են, որովհետև անգամ երբ որ ես այսպես պատկերացնում եմ խորը ինչ կլինի, եթե ես մի օր կորցնեմ այն ամեն ինչը, ինչ որ ես ստեղծել եմ ու ունեմ այս պահին, ես չեմ պատկերացնում ես ոնց եմ կարողանալու նորից ոտքի կանգնել։ Այդ կամքի ուժը, այդ ձգտումը, այդ ուժը, որտեղից եք գտնում, ոնց ես կարողանում կոնկրետ դու հաղթահարես այդ ամեն ինչը ու քո փորձով օրինակ լինես շատերի համար։ Այսպես մի հատ արտահայտություն կա, ասում են ցավը ամենաուժեղ սիմուլն է այս աշխարհում։ Մենք արցախցիներ շատ ուրախ ենք, որ դուք այդ կոփվածությունը չունեք, այսպես ասած հայաստանցիները, որովհետև այդ նշանակում է, որ վախը, ցավը ձեր կյանքում ռիսկերը, կորուստները ձեր կյանքում ավելի քիչ են։ Իհարկե էլի չենք տարանջատում, բայց ցավը չափելի չի, ամեն դեպքում ցավ կորուստ ունեցած մարդը կյանքում կոփվում է, այդ մենք ստիպված ենք այդպեսին դառնում, այսինքն կյանքում մենք ոչ մեկին չենք ցանկանա, որ այդ նույն բաների միջով անցնեն, բայց եթե դիմացին էլ այդ ամեն ինչի միջով անցնի, ինքն էլ կկոփվի։ Մենք չենք ընտրել այս ճակատագիրն է ընտրել մեզ ու մենք այս խաղը մեր ձևով ենք խաղում ու հասկանում ենք, որ մենք ընդհանրապես հանձնվելու իրավունք չունենք։ Մենք այդ ամեն ինչը տեսնելուց հետո ուղղակի կոտրվելու իրավունք չունենք, մենք ընդհակառակը մենք օրինակ պետքա ծառայենք մեր հայրենակիցներին, մենք պետքա կարողանանք այնպես անել, որ մարդիկ չհանձնվեն մեր օրինակով, հասկացնենք, որ գիտեք կորուստից հետո կարող ես ոտքի կանգնել, որովհետև կապ չունի ինչ կորուստ է, գիտեք կորուստից հետո ավելի պետքա շատ արժևորես, գիտեք ձեր կյանքի արժեքները պետքա փոխվեն։ Շատ արցախցիներ այդ ամեն ինչը աղավաղում են, հա, այսինքն մենք ընդհակառակը այս 21-րդ դարում, քանի որ ֆինանսը շատ է մի քիչ, ճոխությունները շատ են, այդ իրավիճ կեղծիքը մենք չենք տեսնում, արժեքները չեն գնահատում ճիշտ։ Ու ես միշտ ասում եմ արցախցին իրավունք չունի, որտեղ մենք այդ ամեն ինչը տեսել ենք, մենք անցել ենք կյանքի ու մահվան ճանապարհը, մենք ես մինչև հիմա սեպտեմբերի 25-ը իմ համար իմ կյանքի ամենադժոխային օրերից մեկն էր, մեր պայթյունի օրը, չնայած դրան, որ մի քանի օր առաջ էլ եղբորս կորստի օրն էր, բայց սեպտեմբերի 25-ին բոլոր արցախցիները անցնում են դժոխքի միջոցով, բոլորը, կապ չունի ում ընտանիքին է այդ կպել, դիպչել, կապ չունի ում ընտանիքում այնտեղ հարազատ կար, մեր համար այդ սարսափ ֆիլմի պատկեր էր, ու մենք այդ ամեն ինչից հետո դուրս գալուց հետո կյանքի արժեքները չհասկանանք, այդ ուղղակի ամոթ է։ Մենք մեր դիմացիների առջև վիզ ծռենք, կոտրվենք, այդ մեզ արդեն հարիր չի։ Մենք պարտավոր ենք գլուխներս բարձր պահենք, որովհետև մենք առերեսվել ենք մահվան։ Այդ շատ վատ բան է, որ դու հասկանում ես, որ հնարավոր է, որ չլինի էլ, հնարավոր է, որ ոչ թե մեկ կորուստ ունենաս ընտանիքում, այլ ավելի շատ։ Դու սկսում ես գիտակցել, որ սկսում ես շնորհակալ լինել այն ամեն ինչի համար, ինչ ունես, ու հենց այդ ճանապարհը բռնում ես, քո ճանապարհը սկսում է ավելի հեշտ դառնալ, դու սկսում ես կյանքը ավելի լիարժեք ապրել, քո համար արդեն են երկրորդական փոքր խնդիրները, որ ես աշխատանք չեմ գտնում, որ իմ աշխատավարձը քիչ է, որ իմ մոտ այս ինչը չի ստացվում, որ ինձ չեն սիրում, որ ես գեշ եմ, որ ես այդ ամեն ինչը ինքը դառնում է քո համար մակերեսային խնդիրներ, որոնք շատ լուծելի են։
Իսկ այն թե ինչպես կոփվել, այդ ուղակի երազում եմ, որ մարդկանց ցավը չկոփի, այլ ուղակի դժվարությունները կոփեն, հա, այսինքն պետքա զուտ փորձել, ստեղծել, անել, ձգտել, այդ ամեն ինչի ընթացքում դուք շատ փորձությունների կբախվեք, ու այդ փորձությունները հաղթահարելով արդեն կոփվում ես, ու մարդը ինչքան կոփվում է, այնքան ինքը ուժեղ է դառնում։ Չեն եղել հիասթափության պահեր, կոտրվելու պահեր, երբ որ հասկացել ես, որ չես կարող այդ շարունակել, չես ուզում այլ շարունակել։ Եվ միակ հիասթափությունը ու կոտրելը միակ բանը, որ փորձում է ինձ կոտրել մինչև հիմա, այդ մարդկանց կողմից քննադատություններն են ու քննադատությունները հենց անձնական ցավի վերաբերյալ, երբ որ դու չես հասկանում, թե այդ իրավիճակից ոնց դուրս գաս, քեզ ոնց պահես եւ այլն, ու այդ ընթացքում կարող է սխալներ ես գործում, ինչ որ բաներ ես անում եւ այլն, ու քեզ քննադատում են, այսինքն բա ամոթա ինքը էսպես է անում, բա ամոթա եւ այլն, դու ուզում ես ուղղակի ամբողջ աշխարհին գոռաս, ասես ես առաջի անգամ եմ այդ ամեն ինչը զգում, ինձ ոչ մեկ նյութ չի տվել, թե ես ոնց պետք է դրսևորեմ այդ ընթացքում, ու այդ ընթացքում դու ունենալով ընտանիք, ունենալով լավ ընկերներ, դու մենակ ես մնում ու փորձում ես ինչ-որ ձև այդ սենյակից դուրս գալ, որ հնարավորություն չունի։ Որ մարդիկ են քեզ տանում փակում, այսինքն պատերազմ հաղթահարած մարդը մարդկային սխալ մտածելակերպի հետևանքով հայտնվում է մի հատ իրավիճակում, որտեղ որ ելքը ավելի վատն է, քան պատերազմը։ Այո, երբ որ ես ուզում էի նորից իմ բիզնեսը վերաբացել Երևանում արդեն պատերազմից անցել էր 4 ամիս, հունվարն էր, ու ինձ քննադատություններ էր սկսում, ամոթա երաժշտություն եք միացնելու, մարզումներ եք անելու եւ այլն, բայց իմ համար այդ շարունակել ապրելը ամոթ էր։ Հա, ոչ թե շարունակել ապրելը ու բացի դրանից էլ այդ իմ փրկություն, այդ իմ սիրած աշխատանքները, ես դրանով ապրում էի, ես դրանով մարդկանց օգուտ էի տալիս ու իմ կարևորությունը այս կյանքում ինքը ինձ բուժում էր, բայց քննադատությունները սկսվեցին, հետո երբ որ երկրից ես գնում, որովհետև դու չես հասկանում քեզ ինչպես դրսևորես ու մարդիկ սկսում են քննադատել, մեղադրել, բայց էլի չենք չարանում, որովհետև հարցնել իշ չես չարանում, որովհետև շատ վտանգավոր է նաև այս փաստը, որովհետև այդ նեգատիվի մեջ դու լինելով մարդեակ չես կարող չչարանալ։ Թե կարող ես։ Չէ, չարանում ենք իրականում, իմ մոտ ատելությունը բոլոր մարդիկ են այդպես, չեմ կարող ասեմ, որ ես այդպեսին չեմ, երբ որ մարդը ինձ ցավացնում է, իմ մոտ ատելություն է սկսում իր հանդեպ, բայց ես միշտ Աստծուն խնդրում եմ, որ այնպես արա, որ ես իրան չատեմ, որտեվ ես մարդը ինձ ցավացրել է, կամ այնպես արա, որ ես կարողանամ շուտ այս ամեն ինչը հաղթահարեմ, որտեվ ես չեմ, իմ մեջ չարություն չկա, իմ մեջ ատելություն չկա, ես կարծում եմ ոնց որ ես ստեղծված եմ մարդկանց սեր, հոգատարություն, ինչ որ երջանկություն պարգևելու համար, ու երբ ինչ որ միտեղ ցավացնում են ինձ, ուղղակի ես փորձում եմ ոնց որ իրենց ոչ հետ պատասխան տալ, ոչ եւ այլն, ուղղակի այնպես անել, որ ես իրենց չչարանամ, չհատեմ, այլ ուղղակի բաց թողնեմ այդ ամեն ինչը, որովհետեւ կյանքում իրենց նեգատիվը ինձ չի վերաբերվում, իրենց նեգատիվը իրականում իրենց ներսից է գալիս, ու այդ միշտ այդպես է, մարդը դիմացինին նկարագրում է, դիմացինին ընդունում է այնպեսին, ինչպեսին ինքը կա, այդ կյանքը շատ ապացուցել արդեն ինձ, այդպես չենք չարանում։ Երբ որ ի սկզբանե որոշեցինք, որ նման ֆորմատով պետք է ոնց որ զրույց ունենանք, ես միշտ փորձում եմ իմ հյուրերին ընտրել որպես էքսպերտներ, բայց այնպիսի էքսպերտներ, ովքեր որ ապրել են ինչ որ իրավիճակ ու իրենք ամենալավը կարող են նկարագրել տվյալ երևույթը, ինչպես է արտահայտվում, ինչպես է հնարավոր պայքարել դրա դեմ, եւ միշտ փորձում եմ չանձնավորել, այսինքն որպեսզի մարդիկ ովքեր որ նայում են հասկանան, որ հենց հերոսը, այսինքն այն մարդը, որ ապրում է դա, հենց ինքն է, բայց մեր զրույցի ընթացքում քանի որ արդեն երևաց, որ դու Արցախից ես, դու ունեցել ես կորուստ ու դու ինքդ ապրել ես այն ամեն ինչը, ինչի մասին որ այսօր խոսում են շատ շատերը, ուզում եմ եւս մեկ անգամ արդեն քո էքսպերտային դիրքից, հա, ինքը այսպես ավելի վեհ է հնչում, բայց ուզում եմ հենց այդպես հնչեցնել, որպես ոչ թե էմոցիոնալ դաշտով, այլ ավելի այսպես խելամիտ գիտակից հարցով գալ նրան, թե ինչպես հաղթահարել
կորստի ցավը, ինչպես հաղթահարել հարազատ մարդու կորստի ցավը, ինչպես դիմանալ ու ինչպես պայքարել, որովհետև երբ որ խոսում էինք, դու ասացիր, որ ես ուզում եմ խոսեմ այն պայքարող տեսակի մասին, որն է քո այդ պայքարող տեսակը ու որն է քո պայքարող տեսակի տեսլականը, ինչ ես դու տեսնում արդեն վաղը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այս կյանքի փուլում դրա միջով անցնում են կամ կյանքը իրենց կստիպի դրա միջով անցնել, ուզում եմ ասել, որ ոչ մեկ այդ հարցի պատասխանը երբեք չգիտի ու ամեն մարդ յուրովի է ընկալում, յուրովի է զգում, յուրովի է տանում այդ ցավը ու այս շատ վատ է հնչում, բայց մինչև մենք մեր կաշվի վրա դա չենք զգում, երբեք չենք կարող ասել ու չկա օրենք, չկա օր, քանակ, տարի, ժամկետ, ոչ մի բան չկա, այդ ինքը շատ վերացական զգացողություն է ու ինքը ոչ մի օրենք չի ընդունում, դու պետքա դու ինքդ քո մեջ այնքան վերլուծես, հասկանաս, միակ բանը, որ ինձ օգնում է, որ ես միշտ ասում եմ, եթե ես գնայի իմ եղբոր փոխարեն ու ինքը ինձնից հետո շարունակել ապրել, ես ոնց կուզենայի, որ ինքը շարունակի ապրել, ես ինչ կուզենայի, որ ինքը աներ իմ ընտանիքի համար, ինքը իր անձնական կյանքի համար ու փորձում եմ ապրել այնպես, ինչ որ ես կցանկանայի, որ ինքը ցանկանար ինձ ու նման հարցում ու հասկանում ես, որ դու դեռ ապրում ես, այդ մարդը չկա, բայց դու դեռ կաս ու դու կաս քո կյանքի թե ճիշտ որոշումներով, թե սխալ որոշումներով շատ վատ բան կա իրականում կորստից հետո իմ ցանկացած կատարած սխալ ես շատ ծանր եմ տանում ինձ թվում է որ ես իրավունք չունեմ սխալվելու ընդհանրապես բայց այդ այդպես չի մենք մարդ ենք ու ինչքան հապում ենք այնքան սխալվում ենք ուղղակի պետքա փորձել շարունակել ապրել հանուն այդ մարդկանց որովհետև մենք միանգամից բոլորին չենք կորցնում մենք կորցնում ենք մի հոգու, երկու հոգու, բայց դեռ մենք ունենք սիրելի ընտանիքի անդամներ, մենք ունենք սիրելի ընկերներ, մենք ընտանիք ունենք կազմած կամ կազմելու ենք, մենք ինչ-որ միտեղից ուժ գտնում ենք, վեր գտնում ենք այդ ամեն ինչի նորից ապրելու, իսկ թե ինչպես չհանձնվել, այդ արդեն մարդու տեսակից է, այդպես կամ ծնվում ես կամ չես ծնվում, ես կարող եմ շատ վստահ ասել, որ մարդիկ կան, որ շատ բնդաճակատ իրենք այդպես ծնվում են, փոքր ժամանակվանից մանկապարտեզում դու կարող եք նկատել, որ այս մարդը ինքը իր կյանքում ցանկացած failure, հա ցանկացած ձախողում ինքը հաղթահարելու է ինչ-որ ձև ու առաջ է գնալու ու եթե դուք այդպեսին եք ուղակի, դուք հասկացել եք, որ այդպեսին եք, մինչև վերջ պետքա գնալ, բայց եթե այդպեսին էլ չեք, այդ մարդուն ոչ լավն է դարձնում, ոչ վատն է դարձնում։ Կյանքը չի կարող այստեղ մարդուն փոխել նաև հենց այն երևույթները, որոնք որ հանդիպում են ինչ ճանապարհին չեն կարող իրեն ընթացիկ փոխել։ Ես կարծում եմ, որ ոչ, ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ ինչ-որ բնավորության գծեր ունեն, որ ընթացքում կյանքը ավելի շատ արտահայտ այնպես անում, որ դրանք ջրի երես են դուրս գալիս, բայց եթե այդպեսին չեն, եթե մարդը պայքարող չի, կյանքում ինչ է լինի իր կյանքում, ինքը պայքարող չի լինելու, ինքը շատ հեշտ հանձնվելու է, բայց եթե պայքարող է, ինքը իր համար խնդիր է լուծելու պայքարի, որ այդ խաղը այսպես ասած բայց կյանքում մարդկաց տեսակների լավ ու վատ չկա, ես միշտ ասում եմ, եթե քո օրինակ տեսակը լիդեր է կամ այս մեկինը ավելի ենթարկվող է, չի նշանակում մեկը լավ է, մեկը վատ է, ուղղակի պետք է հասկանաս քո կյանքի դերը որն է, որովհետև օրինակ աղջիկներ կան, շատ իրանք հենց ծնված են մամա լինելու համար, իրանք իդեալական մամաներ են, բայց իրանք չպետք է պայքարեն կարիերա կառուցելու համար ու հիմա դարի ամենամեծ խնդիրն է, որ մարդիկ դերերում խառնվել են, բոլորը փորձում են հաջողակ լինել, բոլորը փորձում են բիզնես անել, այդ շատ վատ բան է, որովհետև տեսանելիությունը շատ է, մենք անընդհատ տեսնում ենք տուն են առել, ավտոմեքենա են առել այս տարիքում ու մենք շատ ժամանակ այդ կեղծ է իրականում, բայց մենք չենք էլ մտածում, որ բայց կարող է ես մեքենա չեմ սիրում վարել, ես ինչ եմ ուզում ձգտեմ մեքենա ունենալու, շատ արհեստական իրականություն
վազում դրա հետևից ու մենք մի օր բախվում իրականությանը հասկանում ենք, որ դու լրիվ այլ կյանքով ես ապրում։ Այո, ու դու այդ մարդը չէիր իրականում, դու կարող ես քո ամբողջ կյանքի կյանքը կորցնել ինչ որ մի բանի հետևից վազելուց, բայց հասկանաս, որ դու այդ կերպարը չես։ Այստեղ էլ արդեն դժբախտանում է անձը։ Այո, ես ցավոք սերտի մեր սերունդը բավականին մեր սերունդը դժբախտ սերունդ է։ Ես ուզում եմ ասել այո, բայց հետո ինձ որ ես ինչ դժբախտ չեմ համարում, ինչ է լինի իմ կյանքում, ես երջանիկ օրհնված մարդ եմ ու իմ շրջապատը, իմ ընտանիքը, իմ ընկերները, ես բոլորին եմ հասկանում եմ, որ իրենք երջանիկ են, բայց մեր սերունդը շատ վատ անցումի մեջ է, որտեղ որ մենք տեսել ենք մեր ծնողների արժեքը, ծնողների վերաբերմունքը, սերը, այդ ամեն ինչը տեսել ենք, հետո գալիս է մի քիչ ավելի նյութական աշխարհ ենք մտնում։ Մի տեսակ շատ sense միջին սերունդ ենք, ես միշտ ասում մենք չենք հասկանում։ Մենք տեսել ենք սովետական իրականությունը, եւ որ չկար համակարգիչ, չկային այդ ժամանակակից կյանքը, այն լրիվ այլ կյանք էր, ու մենք sense ինչ-որ կտրուկ հայտնվել ենք այս մի կյանքում, որտեղ այդ ամեն ինչը կա, ու մենք հիմա չենք կողմնորոշվում, մենք ով ենք, որտեղ այս սերունդը, կոնկրետ ես միշտ նկատում եմ, որ 20-ից բարձր սերունդը ինքը ապրում է այն իրականության մեջ, որի մեջ որ ինքը ծնվել է ու տեսել է համակարգիչ։ Իր համար բարդ չի։ Ես հիշում եմ այն հին կնոպկաներով համակարգիչը, երբ որ նոր մարդիկ սկսում են դրա վրա ադապտացվել ու հասկանալ ինչ է դա։ Բայց այստեղ մի հատ հարց էլ կա, արդյոք մենք չենք ուզում նմանվել ինչ որ այդ քո նշած երևույթին, երբ որ մենք ուզում ենք նմանվել fake իրականության, Instagram-յան իրականության, շատ բան ենք տեսնում դրսի իրականությունից, փորձում ադապտացնել դա մեզ, երբ որ դա ընդհանրապես մերը չի, եւ այստեղ կորցնում ենք այդ երջանկությունը, անգամ այդ երջանկություն ասվածը, կարծես մի տեսակ շատ ֆեյքություն է ստացել։ Իսկ մենք էլ ենք մեզ գուցե խաբում, որ մենք իրոք երջանիկ ենք։ Ինքնախաբեությունը շատ վատ բան է, ու մենք բոլորս ենք դրան բախվում։ Մենք ինքներս, Իստվան եւ ես եւ դուք, մենք դրան շատ բախվում ենք։ Այստեղ մի հատ, այսպես ասած, գիծ կա ուղղակի, հասնում ես, հասկանում ես, բայց մի վարքյան ես ինձ խաբում եմ, բախվում ես պատին, բայց շատ մարդիկ ինչքան էլ բախվեն, իրենք մեկա շարունակել են, որտեղ իրենց համար հեշտ է այդտեղ ապրելը։ Այդ հորիված իրականությունը շատ քաղցր է, հեշտ է, փափուկ է, շատ դժվար է հետո իրականության հետ բախվել, բայց ասել մի վարքյան մենք Նիկոլապաշտ Հայաստան ունենք ու մենք կորցված հայրենիք ունենք, մենք 5000-ից ավել զոհ ունենք ու մեկ էլ մենք, չգիտեմ, Instagram-ում պարում ենք, հետևորդ ունենք, գովազդում ենք, չգիտեմ, շատ վատ ընտանեկան արժեքների ենք կպնում, իմ համար ամենավատ բանը, որ մենք սոցիալական, մենք հայ ենք, մենք ընտանեկան արժեքներ ունենք, ծնող, երեխա, այդ ամեն ինչ խառնված է, ոչ միտեղ չես հասկանում դերը որն է, լավը որն է, վատը որն է, ամեն ինչ իր չափի մեջ է գեղեցիկ, բոլորս էլ օգտագործում ենք սոցհարցակներ, բոլորս էլ մեր կյանքը հանրայնացնում ենք, սիրում ենք այդ, որտեվ ինքը ինչ որ նոր դարի ինչ որ բան է, որ մեր կյանքի մեր մասն է, հա, մենք չենք կարող ինչ որ կեղծել, որ լայքերը ինչ որ մեզ ուրախացնում են կամ մեր ինչ որ փոքրիկ հաջողությունները մեզ ուրախացնում, հա, բայց այդ սահմանը պետք է հասկանալ, հա, մենք ինքը շատ վատ փողի նման բան է, ինքը մի քիչ շատանում է, դու իր հետևից սկսում ես վազել, բայց ինքը քեզ կորցնում ես այդ ընթացքում, դու քո կյանքի երջանիկ տարիները կորցնում ես, դու քո ընտանիքի հետ անցկացնելու ժամանակները կորցնում ես, որովհետև ուրիշ բանով ես զբաղված, որովհետև ուրիշ բան է քեզ գերում։ Մի շատ լավ գիրք կա Սկորպ Սատանի, այդ շատ լավն է, ու այս դարի իրականության հենց դրա մասին է։ Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդան, իրենք կհասկանան ինչ մասին է։ Այդպես, բայց այդ սահմանը որ ճանաչենք, բայց մեկ անգամ սկսենք նորից հետ գնալ, սկսենք նորից մեր արմատներին, մեր արժեքները, մեր պատմությունը, մեր մշակույթը։ Գուցե հիմա հենց այդ քայլն էլ արվում է մեր միջից հանել են արժեքները, ինչ որ մենք ունեինք ու տանել մեզ այնպիսի մի իրականություն, որ կտանի մեզ դեպի կործանում։ Սա էլ է, չէ, ինչ որ մարդկանց կառավարելու ամենահեշտ ձևն է, հա, եթե բույսը արմատից պոկում ես, ինքը քո արդեն քո ձեռքի խոտն է, այսպես ասած, էլի դու իրեն կարող ես չորացնել, թեյ սարքել, չգիտեմ, փայտ սարքել, վառել վառարանում,
արմատից պոկել երբեք չի կարելի, բայց ամենահեշտ ձևն է, եթե դու ուզում ես իրան սեփականությունը դարձնելու կառավարել այնպես ինչպես դու ես ցանկանում, որ պետքա պոկես արմատին։ Մենք էլ ենք բնության մի մասնիկ ու նույնը է դա, մեզ պոկում են մեր արմատից ու փորձում են մեզ ղեկավարել, կառավարել ու շատ հեշտ է ստացվում իրենց մոտ։ Գիտես ինչ մտածեցի նոր, հենց այդ երբ որ մենք այսպես օրինակը բերում ենք բույսի, մենք անգամ չենք կարող պայքարել, որ մեզ չպոկեն, որովհետև մենք չենք կարող մեզ պաշտպանել։ Իրականում էլ այդպես ստացվեց, մենք չկարողացանք մեզ պաշտպանել։ Որովհետև ծառեր կան, չէ, չեմ հիշի, բայց իրանք շատ խորը արմատներ ունեն ու իրանք պոկելու համար քեզ երևի ամիսներ են պետք։ Այսինքն արմատները խորը չի, մենք զուտ ուղղակի ծիլ ենք տվել շատ թեթև արմատներով ու շատ հեշտ պոկում են։ Այդ է խնդիրը, որ մենք պետքա կարողանանք այդ ամեն ինչը մի քիչ հասկանալ, առաջինը գիտակցել, որ մեր արմատները խորը չեն ու սկսել այնպես անել, որ խորանան, ավելի պինդ կպնենք այս հողին։ Ես միշտ ասում եմ, քանի որ հիմա հենց ձեռներեցությամբ եմ զբաղվում, բիզնես եմ անում, իմ համար կյանքի նպատակ է դարձել, որ Հայաստանում մնալ Հայաստանում, անպայման մնալ Հայաստանում ու Հայաստանում գումար ստեղծել, գումար աշխատացնել Հայաստանում, աշխատավարձներ տալ, հարկեր տալ, որովհետև իմ համար ես դրանով իմ հայրենիքի համար ինչ որ լավ բան եմ անում։ Ես եթե գնում եմ տուն, հասկանում եմ, որ ամսական 10-15 այս պահին, հա, մարդու ընտանիքի աշխատավարձ ես եմ տալիս, ես եմ ապահովում, ես երջանկանում եմ, ես հասկանում եմ, որ այս կյանքում 15 ընտանիք այնպես եմ անում, հիմնականում փորձում եմ արցախցիների աշխատանքով ապահովել, այնպես եմ անում, որ իրանք Ռուսաստանի տարբերակը չդիտարկեն, չգնան Ռուսաստան, որովհետև ցավով եմ ապրում իմ բոլոր բարեկամների, հարազատների հայրենիքից տեղափոխվելը շատ ծանր եմ տանում, բայց եւ իրանց էլ չեմ կարող մեղադրել, որովհետև այստեղ էլ շատ բարդ խնդիրները, ոչ բոլորը կարող են ինձ նման դիմանալ եւ պայքարել ու գտնել պայքարի ելքեր։ Ու այստեղ շատ կարևոր է, որ մենք հայրենիքը սիրենք ոչ թե խոսքերով, ոչ թե առիթներին կենացներով, միշտ հա թամադաները այսպես առանձնացված կետ ունեն բանակի կենացը, սիրուն խոսքեր ենք ասում, սիրուն ստատուսներ ենք դնում, Արցախի մասին խոսում ենք շատ բարձր, բայց խոսքերից անցնենք գործի ու իսկապես կարողանանք գտնել իրական սերը ու այդ արմատներ տանող ճանապարհը։ Որն աստ քեզ այդ արմատներ տանող ճանապարհը։ Ոյ։ Եթե ինձ ասեն ոնց անես որ սկսես հայրենիքդ սիրել, չգիտեմ, Եռաբլուր գնացեք, ուրիշ երևի նայեք մարդկանց, որ կանգնում ենք այդտեղ Սյունիքի Խուստուփից նայում ենք Ղարաբաղը մի փոքր երևում է այդտեղ Հադրութի շրջանը, շփվեք այն մարդկանց հետ, ովքեր իրականում այդ արժեքը հասկանում են, նայեք այն մարդու աչքերին, ում հարազատի գերեզմանը Արցախում է մնացել ու ինքը նույնիսկ այդ հնարավորությունը չունի ծաղիկ դնելու, շփվեք իրենց հետ, խոսացեք ու կհասկանաք, որ այս հայրենիքի համար մենք շատ թանկ գին ենք վճարել, պատկերներ կան, չէ, որ հողի ներքևում զինվորների կյանքեր են, այդ արյունով պահված հողը, այդ ուղղակի բառեր չեն, հա, մենք դպրոցի ժամանակ ուղղակի անգիր ենք արել, շատ խրոխտ արտասանել ենք, բայց հիմա զգում ենք այդ ամեն ինչը, այդ ուղղակի բառեր չեն, ու նայեք ձեր դիմացիներին, ձեր կողակիցներին, հասկացեք, որ ես այսօր ինչ եմ անում, որ իմ հայրենիքը վաղը լավը լինի, ես ինչպիսի սերունդ եմ դաստիարակում, ես ինչ օրինակ եմ ծառայում, ես այս մարդու կյանքում ինչ փոփոխություն եմ անում, մեր կյանքի ամեն մի փոքր քայլ այնքան չարացած ենք ընդհանրապես հասկանում եմ, որ խնդիրը մեր ցավն է ընդհանրապես, հասկանում եմ, որ ամեն ինչ հասկանում եմ մարդկանց մոտ, բայց մենք փոքր քայլով փորձենք այդ չարությունը հանել, փորձենք լավը լինել դիմացինի հանդեպ, հայրենիքը, մեր հայրենակիցներն էլ են մեր հայրենիքը, մենք մտածում ենք, որ եթե գնում ենք եկեղեցում ենք վառում կամ գնում ենք ինչ-որ կարևոր հայրենաճանաչություն եւ այլն, բայց մեր դիմացինին վիրավորում ենք, բայց մեր հայրենակցին չենք սիրում, բայց մենք մեր հայրենակցին չենք արժևորում, չենք պաշտպանում, այդ ամեն ինչը հայրենասիրություն չի, պետքա
ամեն կերպ թե հայ տեսակին, թե հայ մշակույթին, թե մեր հայրենիքին պետք է ամեն ձևի փորձել իրեն լավը դարձնել ու իրեն պաշտպանել։ Այս պահին ինձ թվում է ամենաշատը պաշտպանության կարիք ունի, որովհետև ամեն կողմից իր վրա հարձակումներ են գնում, բայց ամեն մեկս ասենց փոքրիկ լումա ունենք դրա մեջ, բոլորս ենք մեղավոր, թե մեր կորուստների, թե մեր այդպես ձեռքբերումների համար։ Աննա, շնորհակալություն, իսկապես կարծում եմ, որ շատ կարևոր թեմայից խոսեցինք, շատ կարևոր ու ցավոտ կետերի անդրադարձանք ու երևի եզրափակենք մեր զրույցը հենց սիրելով, հա, այն կարևոր մեսիջը, որ տանք, որ սիրենք իրար, փորձենք չգիտեմ, չբաժանել արցախցի, հայաստանցի ամենացավոտ բանը, որ այսօր ունենք ու փորձենք մի քիչ հանդուրժող լինել։ Այո։ Այդ ամենակարևոր բանն է, կարծում եմ։ Այո, ես միշտ ասում եմ, սերը ամենաուժեղ զենքն է, դրանից ուժեղ զենք չկա ու ամենասիրուն երևույթն է, սերը քո հայրենիքի նկատմամբ, սերը քո աշխատանքի, քո կողակցի, քո ընտանիքի անդամների, փորձեք ինչքան հնարավոր է ձեր մեջ այդ սերը շատացնել ու փորձել դիմացիներին տալ, այդ մենակ ձեզ չպահել, որովհետև ինքը դիմացիների համար է ստեղծված ու քննադատելուց առաջ փորձեք հասկանալ մարդու ներսում ինչ է կատարվում, փորձեք ու մի քննադատեք ընդհանրապես, առաջ անցեք, եթե դուք այդ երևույթը չեք ընկալում, չեք հասկանում, ուրեմն ձեր համար չի, ուրեմն ուղղակի առաջ անցեք, որովհետև ձեր խոսքով, ձեր վերաբերմունքով կարող եք մարդուն ավելի ցավացնել, մարդուն իր կյանքի ցավը հերիք է, իրան թողեք իր ափսեի մեջ, իր ցավի հետ ու ուղղակի օգնեք, եթե կարողանում եք, աջակցեք, իր կողքին եղեք, խոսացեք, սիրեք, հոգատարություն ցուցաբերեք, ուրիշ ոչ մի բան անել հնարավոր չի, բայց երբեք մի այնպես արեք, որ մարդու ցավը ավելի ցավացնեք։